Սիրուններս այսօր ուզում եմ Հայկ Մարուկյանի աստղային քարտեզը վերցանել, բայց մինչև կվերցանեմ, հիշում եք ես, որ ասեցի Նիկոլ Փաշինյանի քարտեզի 2026 թվականի հետ կապված, ինչ-որ ձայնագրություններ, ինչ-որ խոսակցություններ պետք է ի հայտ գան, և երեկ ոնց որ մենք հասկացանք, երեկ արդեն Արարատ Միրզոյանի և Փաշինյանի այսպես ականջում փսփսոցը ձայնագրվել է և մարդիկ արդեն ունեն իրենց ձեռքին տեքստը, բայց սա ամենը չի, մենք պետք է հետևողական լինենք ու կտեսնենք շարունակությունը։ Իսկ հիմա ասենք Հայկ Մարուկյանի աստղային քարտեզին, ուզում եմ ասել, որ այս տարի նախ սկսեմ հենց իր ծնված օր, միս ամսաթիվ, Հայկ Մարուկյանը ծնվել է դեկտեմբերի 18-ին 1976 թվականին քաղաք Երևանում։ Այստեղ ընդհանրապես նատալ քարտը նայելու համար շատ կարևոր է ժամը, բայց քանի որ չգիտենք, մենք ասցենդենտը նրա կարող է լինել այսպես ծագող նշանի տակ, ըստ տների դասավորվածությամբ, Ուրեմն մոլորակների հիմնական դիրքերը արեգական աղեղնավորում, կենսական էներգիա, ինքնություն, տալիս է լավատեսություն, մեծ մասշտաբներով մտածելու ունակություն, ազատատենչություն, արդարության ուժեղ զգացում։ Աղեղնավորները ձգտում են ընդլայնել իրենց սահմանները, լինի դա արվեստ, թե քաղաքականություն։ Լուսինը, այստեղ շատ հետաքրքիր է, լուսինը կամ կարիճում, կամ պետք է լինի հենց նորից աղեղնավորում, քանի որ մենք չունենք իր ծննդյան ժամը, ուստի այսպես կնայենք, կվերցնենք ոսկի միջինը։ Եթե նա ծնվել է, նրա ուրեմն ասցենդենտը կարիճում է, հույզերը խորն են, թաքնված սուր բնազդներով։ Եթե աղեղնավոր է, էմոցիոնալ դաշտը բաց է, անկեղծ ու արկածախնդիր։ Հիմա տեսնենք որն է իրան հարմար։ Մերկուրին այցեղջյուրում է, խոսքի և մտքի նկատմամբ կա խիստ պրակտիկ և կառուցվածքային մոտեցում, որը օգնում է ռազմավարական ծրագրեր կազմելիս, տալիս է սառնասրտություն և հաշվարկող միտք։ Վեներան գտնվում է այցեղջյուրում, սեր, արժեքներ և արվեստ։ Զգացմունքներում, արվեստում նախապատվությունը տրվում է կայունությանը։ Այս մարդը այն մարդը չի, որ մի օր էստեղ, մի օր այնտեղ, ինքը կայուն մարդ է, ակցենտը դնում է պրոֆեսիոնալիզմի և պատասխանատվության վրա։ Ստեղծագործական աշխատանքում սա դրսևորվում է որպես հստակ կազմակերպվածություն, օրինակ իր պրոդյուսերական գործունեությունը։ Մարսը իր գտնվում է աղեղնավորում։ Էներգիան ուղղվում է գաղափարների, պաշտպանության, ակտիվիզմի և նոր նախագծեր սկսելու վրա, գործում է ոգեշնչմամբ և արագ։ Աստղաբանական դիմանկարի ամփոփումը եթե անենք, ուրեմն Հայկ Մարուկյանի քարտեզում համադրվում է աղեղնավոր հրային, դինամիկ էներգիա, արեգակ Մարսի և այցեղջյուրի երկրային, կայուն, կարգապահ էներգիա, Մերկուրի, Վեներա։ Սա նշանակում է, որ նա ունի թե ստեղծագործական բուռը գաղափարական կողմ, դերասան, շոումեն, ակտիվիստ, թե կազմակերպչական պրագմատիկ և ղեկավարող դիրք, պրոդյուսեր, քաղաքական գործիչ։ Եթե մենք նայում ենք Հայկ Մարուկյանի 2026 թվականի աստղաբանական քարտեզը, ուրեմն ցույց են տալիս, որ հանրային քաղաքական կյանքում կտրուկ վերելք է սպասում, ակտիվ պայքարի և լուրջ վերափոխումների տարի է լինելու։ Սա ուղղակիորեն համընկնում է նաև նոր ուժ կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և վարչապետի թեկնածու առաջադրվելու իրական իրադարձությունների հետ։ Հիմնական տրանզիտները և ազդեցությունները մոլորակների, ուրեմն Յուպիտերի տրանզիտը Խեցգետնում և Այրուձում բերում է իրան հաջողության ընդլայնում։ 2026 թվականի առաջին կեսին Յուպիտերը գտնվում է Խեցգետնում, ինչը ակտիվացնում է նրա քարտեզի հանրային
թիմայի եւ հայրենասիրական տիրույթները։ Տարվա երկրորդ կեսին Յուպիտերի անցումն է, այրուց բերում է անձնական ճանաչելիություն, մեծացում, բեմական եւ հանրային առաջնորդության փայլ, հաջողություն մեծ զանգվածների հետ աշխատելիս։ Սատուրն Նեպտունի մուտքը կարևորագույն շրջադարձ է, որ տեղի կունենա 2026 թվականին։ Սատուրն ու Նեպտունը միասին մտնում են Խոյի համաստեղության տակ։ Մարուկյանի քարտեզում սա ստեղծում է ուժեղ տրիգոն, բարենպաստ ասպեկտ նրա աղեղնավոր Արեգակ եւ Մարսի հետ։ Սա նշանակում է, որ նրա գաղափարները ստանում են հստակ կարգապահ եւ նյութական հիմքեր։ Այդ հիմքերը կայունացնում է Սատուրնը, ինչը դրսևորվում է կուսակցական կայուն կառույց ստեղծելու համար։ Ուրեմն Ուրանի տրանզիտը երկվորյակներում անկանխատեսելիություն եւ ընդդիմություն։ Ուրանը գտնվում է հարազատ աղեղնավորի Արեգակի հակադիր նշանում, սա բերում է անսպասելի մարտահրավերներ, տեղեկատվական կտրուկ հոսքեր, սուր բանավեճեր եւ մրցակիցների կողմից անկանխատեսելի հարվածներ։ 2026 թվականի ուրեմն քարտեզի ամփոփումը, եթե նայենք ռազմավարական նպատակներ, Մերկուրի եւ Վեներայի դիրքերը այս եղջյուրում հուշում են, որ 2026 թվականին նա առաջնորդվելու է ոչ թե էմոցիաներով, այլ սառը պրագմատիկ հաշվարկով։ Ճգնաժամեր եւ պայքար 2026 թվականի ուրեմն գարնանային խավարումները, հատկապես փետրվար-մարտ ամիսներին կարող են բերել հին կապերի վերջնական խզում եւ նոր ագրեսիվ քաղաքական մեկնարկ, ինչպես որ ականատես ենք եղել արդեն։ 2026 թվականի աստղաբանական տրանզիտներում Հայկ Մարուկյանի տարեկան քարտեզը Սոլյարը ցույց է տալիս, որ սա նրա կյանքի ամենաբախտորոշ եւ ծանրաբեռնված տարիներից մեկն է։ Ուրեմն հունվար ձմեռը հունվար-փետրվար նախապատրաստություն գաղտնի ռազմավարություն, այդպես էլ կար, այդպես էլ եղել է։ Մերկուրի եւ Վեներայի ազդեցությունը տարեսկզբին մոլորակները գտնվում էին այդ եղջյուրում, նրա նատալ Մերկուրի վրա, սա լուր կազմակերպչական եւ կուլիսային աշխատանքների շրջան է եղել Հայկ Մարուկյանի համար, որտեղ կատարվում էր հստակ ֆինանսական եւ կառուցվածքային հաշվարկներ, ձևավորվում էր նախընտրական շտաբի կորիզը, էմոցիաները այստեղ բացակայում էին, իշխում էր պրագմատիզմը։ Մարտ-մայիս ամիսները ճգնաժամային խավարումներ են իր նատալ կարտում, 17 փետրվարից մինչև 3 մարտի խավարումները, այս խավարումների առանցքը հարվածում են նրա նատալ քարտի հանրային տիրույթին, սա բերում է հին քաղաքական կապերի վերջնական խզում եւ տեղեկատվական բախումներ։ Մարտի վերջը եւ ապրիլ Սատուրնի եւ Նեպտունի մուտքը Խոյ նշանի ակտիվացնում են նրա նատալ Մարսը, ոնց որ տեսանք, Մարուկյանը ասում է բացահայտ ագրեսիվ եւ շատ ակտիվ քարոզարշավի։ Նրա խոսքը ձեռք է բերում մոբիլիզացնող ուժ։ Արդեն մենք սրանք տեսել ենք։ Հիմա ամառը, ուրեմն հունիս եւ օգոստոս գերլարված վիճակ է լինելու այս մարդու մոտ։ Հունիսը համընկնում է ուրեմն ընտրությունների շրջանի հետ։ Սա տարվա էներգետիկ գագաթնակետն է, Ուրանի հակադրություն նրա Արեգակին ստեղծում է ամեն ինչ կամ ոչինչ իրավիճակը։ Մարդը շատ կոնկրետ տրամադրված է, կամ իր համար որոշել է ամեն ինչի հասնել, ինչի որ նպատակը դրե, կամ ոչինչ։ Հուլիս-օգոստոս Յուպիտերը մտնում է առյուծի նշան, ստեղծելով հզոր տրիգոն նրա Արեգակի հետ, սա նրան տալիս է առավելագույն հանրային աջակցություն, հեղինակության կտրուկ բարձրացում եւ լիդերական դիրքերի ամրապնդում, անկախ ընտրությունների պաշտոնական արդյունքներից։ Այնուամենայնիվ, այս մարդուն ամառը հաջողություն սպասվում է, կընտրվի, չի ընտրվի, հարցերի չի, բայց ինքը կայուն կազմակերպություն է ստեղծելու, ուրեմն սեպտեմբեր-դեկտեմբեր իշխանություն ամրապնդում կամ դիրքավորում, ինքը հստակ կունենա կամ ամրապնդված ամուր իշխանություն, կամ հիմք կդնի
իր համար այսպես կարևոր դիրքեր ստեղծելու։ Օգոստոսի 12-ի Արեգակի խավարումը այռուցում, այս խավարումը ուղիղ ակտիվացնում է նրա հաջողության գոտին, աշտանը նա ստանում է լիովին նոր, ավելի ծանրակշիռ պետական կամ քաղաքական դերակատարում։ Ուրեմն Մարսի երկարատև տրանզիտը գույսում ստիպում է նրան զբաղվել կառավարման կոնկրետ առօրյա և բարդ խնդիրներով, այդ արդեն տարեվերջ։ Եթե մենք նայում ենք ընտրության օրվա հետ կապված, ուրեմն հունիսյան ընտրությունների օրերին մոլորակների դասավորվածությունը Մարուքյանի համար խոստանում է սուրցենարային զարգացումներ, այսինքն Յուպիտերի տրիգոնը Արեգակին տալիս է հաղթանակի գործոն, տալիս է ժողովրդական լայն մասաների համակրանք, բարձր քվեներ և հաջողության մեծ շանսեր, նա դիտվում է որպես հիմնական այլընտրանք։ Նայեք, Ուրանի հակադրությունը այստեղ ամեն ինչ դարձնում է անկանխատեսելի, այստեղ կարող են իր համար առաջացնել ավտոմատ կերպով կամ ֆիկտիվ ձևով տեխնիկական խոչընդոտներ, արդյունքների կեղծումներ, փորձերի կամ վերջին պահին սադրանքների այսպես վիճակներ, ընտրությունների օրը հանգիստ չի անցնելու, սպասվում է ֆորս մաժորային իրավիճակ իր համար։ Մարսի դիրքը երկվորյակում ստեղծում է խոսքային ուժի պայքար, Մարուքյանը ստիպված է լինելու արագ արձագանքել մամուլին և մրցակիցների կտրուկ հարձակումներին։ Եթե ամփոփելու լինենք, 2026 թվականի աստղային քարտեզը Մարուքյանի համար հեղափոխական է։ Ուղիղ ասպեկտները հուշում են, որ նա ունի բոլոր աստղաբանական նախադրյալները քաղաքական մեծ հաջողության հասնելու համար, սակայն դա տրվելու է ծայրահեղ մեծ նյարդային և ֆիզիկական լարվածության գնով։ Այսպես էր աստղաբանական քարտեզը, տեսեք, Մարուքյանն ունի իշխանության հասնելու և ընտրվելու ծայրահեղ բարձր աստղաբանական հավանականություն, սակայն ֆորս մաժորային ցուցիչները, որոնք ընտրական պրոցեսը դարձնում են կտրուկ և դրամատիկ, սա է պատճառը, որ կարող են խոչընդոտներ առաջանալ։ Տեսեք, Յուպիտերի մեծ տրիգոնը հենց ընտրությունների շրջանում 2026 թվականի ամառը տարանցիկ Յուպիտերը մտնում է առյուծի նշան, կազմելով արքայական թագավորական ասպեկտ տրիգոն նրա նատալ Արեգակի հետ, սա աստղաբանության մեջ համարվում է հաջողության, ճանաչման տրիումֆ, ամենաուժեղ ցուցիչը, այն ապահովում է ժողովրդական զանգվածների առավելագույն աջակցությունը և ընտրողների բարձր քվեները։ Այստեղ Սատուրն, Նեպտուն, Խոյ նշանի այս մոլորակների կայունությունը գաղափարական ուժ են տալիս նրա նատալ Մարսին, սա նշանակում է, որ նրա նախընտրական կառույցը գործելու է աննախադեպ կազմակերպված, իսկ նրա խոսքը ունենալու է հասարակության մեջ մոբիլիզացնելու, իր կողքը հավաքելու այսպես ազդեցություն։ Այստեղ Ուրանի հակադրությունը կարող է ռիսկեր առաջացնել, սա ամենավտանգավոր անկանխատեսելի ասպեկտն է նրա քարտեզում, Ուրանը խորհրդանշում է հեղափոխական փոփոխություններ, բայց նաև սադրանքներ և ցուցումներ։ Ինչ է սա նշանակում գործնականում ընտրությունների օրերի արդյունքների հրապարակման փուլում սպասվում են լուրջ խոչընդոտներ, վարչական ռեսուրսների կոշտ կիրառում, ինչը որ չի բացառվում վարչապետի կողմից, արդյունքների կեղծման կամ վիճարկման փորձեր, տեղեկատվական սուր հարվածներ, հաղթանակը նրան հեշտ չի տրվելու, այն պահանջելու է հետընտրական սուր պայքար և ձայների պաշտպանություն։ Եթե վերջնական ասելու լինենք, նատալ քարտի համաձայն Հայկ Մարուքյանը 2026 թվականի ընտրություններում ստանալու է հաղթական քվե և ձևավորել է նոր իշխանության կորիզ, սակայն Ուրանի ազդեցության պատճառով դա լինելու է ոչ թե ստանդարտ ընտրական հաղթանակ, այլ կտրուկ քաղաքական ճգնաժամի, հին համակարգի դիմադրության հաղթահարման և լարված հանրային մոբիլիզացիայի արդյունք։ Նրա քարտեզը հուշում է, որ նա ունի բավարար սառնասրտություն Մերկուրին այդ եղջյուրում այդ ճնշմանը դիմադրելու և դիմանալու համար։ Սա էր Հայկ Մարուքյանի նատալ քարտը, այսինքն այստեղից հետևություն, որ կունենա ձայների մեծամասնություն և հնարավոր է կարողանա այսպես կազմի
իշխանություն, որը կարող է հետագայում այսպես ամուր դիրքավորվել և կարողանալ մեծ ազդեցություն թողնել, բայց որպես ընտրություն ունի խոչընդոտներ բախվելու կեղծիքների, համակարգի այսպես ուժի սադրանքների հետ։ Որպես երկրի վարչապետ միանշանակ ոչ, բայց որ ինքը կարող է իշխանության մեջ իր տեղը ունենալ և ինչ-որ կազմակերպություն ստեղծել բարենպաստ ձևով և աշուն է այդ ամեն ինչը ավելի ամրապնդելու, դա այս 2026 թվականին Հայկ Մարուքյանը բոլոր շանսերն ու հնարավորությունները ունի։ Սա էլ Հայկ Մարուքյանի քարտեզը։ Հիշեցնեմ, որ կանխատեսումներ այսպես հերթով իրականանալով գնում է, ինչպես որ ասել էի, Աննա Հակոբյանի հետ դատական գործ, չնայած որ հիմա դեռ ինքը չի գտնվում այսպես երկրից դուրս գալու սահմանափակումների մեջ, բայց նաև ես նշել եմ այդ ժամանակը։ Իսկ ինչ վերաբերվում է նյութերին, ձայնագրություններին, խոսակցություններին, այսպես կամաց իրականանալով գնում է։ Սպասենք, շատ թեժ է լինելու ամեն բան։ Այսպես։